Բարձրագույն դատական խորհուրդ, Կենտրոնական բանկ, Ատոմակայան, Նախագահի նստավայր, Քարոզարշավի 11-րդ օրն էլ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները բռնադատվածների հուշահամալիրի մոտ են հավաքվել։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը նշում է, իշխանափոխությունից հետո էլ հուշահամալիրը շարունակում է մնալ անտեսված։ Մարդիկ հազարավոր, ովքեր որ բռնադատվել են, աքսորվել են, մահվան ճիրաններին են մատնվել, պետական հիշողության իմաստով ուղղակի զրո վերաբերմունք է եղել։ 2003-ին հունիսի 14-ը հռչակվել է բռնադատվածների հիշատակության օր, 2008-ին բացվել է այս հուշահամալիրը։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն է պատմում, նշում, որ քաղաքական գործիչներն այստեղի մասին չեն հիշում։ Տարվա մեջ բացվում է միայն մեկ անգամ եւ նույնիսկ տարածքում նորաձևության մրցույթ է անցկացվել։ Կարպիս Փաշոյանը նաեւ հավելում է, սովետական Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պետք է երկակի լինի։ Մի կողմից պետք է ֆիքսել, որ ճիշտ է դա անկախ հայկական պետություն չէր, բայց այնուամենայնիվ դարձել էր հոգևոր հայրենիք, ազգային էր, այնտեղ կառուցվում էր մատնադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնտեղ տոնվում էր Սասնածռը էպոսի հազարամյակը, այնտեղ կար հայագիտություն, այսինքն ողնուծուծով ազգային էր։ Բայց նաև մյուս կողմից էլ պետք է ընդգծենք, որ այն ողողված էր այրունով։ Գիտենք, որ պայթը Ստալինյան ռեպրեսիաներին զոհ են դարձել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, գնդակահարվել են, աքսորվել են, պայթեցվել են եկեղեցիներ, 900-ից ավել եկեղեցի է փակվել, 90-ից ավել հոգևորականներ են սպանվել։ Կարպիս Փաշոյանը շարունակում է, իրենց առաջնային գաղափարը երրորդ հանրապետությունը պահպանելն է։ Որ հայ ժողովրդի խաթրին կպնող չլինի, երբևէ։ Եվ մենք եկել ենք այստեղ ասելու, այլևս երբեք հայ ժողովուրդը չպետք է ցեղասպանվի, հայկական տարածքները չպետք է հայաթափվեն եւ այլևս երբեք հայ մարդիկ չպետք է աքսորվեն, էթնիկ զտման ենթարկվեն, աքսորվեն, Ալթայ կամ չգիտեմ ուր։ Իսկ իրենց կարծիքով դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից եւ երրորդ հանրապետությունը պահպանի իր բովանդակությունը։ Էման Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։